մեզ մեղադրում էին, թե ուրանում ենք պատմական Հայաստանը, թե ուրանում ենք մեր պատմությունը, մինչդեռ մեր քաղաքականությունները մեր պատմության ի վերջո ականջալուր լինելու արդյունք են, որը մեզ ասում է մի կրկնեք, հերիք է կրկնեք ինձ։ Իրական Հայաստանի գաղափարախոսության ներշնչողը պատմական Հայաստանն է, որի ճակատագիրը մեզ ասում է մի գնացեք իմ ճանապարհով, մի դարձրեք Հայաստանի Հանրապետությունը պատմական Հայաստան։ Մեզ մեղադրում են թուրքասիրության եւ ադրբեջանամետության մեջ։ Անկախությունից ի վեր առաջին անգամ Ադրբեջանի տարածքով գնացքները բեռներ են բերում Հայաստանի Հանրապետություն։ Սա գրվող պատմություն է մի նոր, եւ սա խաղաղության պատմություն է։ Մեզ մեղադրում են միակողմանի զիջումների գնալու մեջ։ Ղարաբաղը մերն էր, հիմա այլևս մերը չէ, խոսույթը աշխարհ-քաղաքական թակարդում գտնվողի գիտակցության արտահայտությունը։ Մինչդեռ պետության եւ քաղաքացու գիտակցությունը ասում է Հայաստանի Հանրապետությունը մերը չէր, հիմա այլևս մերն է։ Սիրելի ժողովուրդ, սիրելի քաղաքացիներ, մենք հասել ենք ապագային եւ մենք ապրում ենք ապագայի մեջ։ 2026 թվականի կարևորագույն իրադարձությունը սակայն ազգային ժողովի հունիսին կայանալիք հերթական ընտրություններ։ Ընտրությունները կլինեն ազատ, արդար, ժողովրդավարական եւ ժողովուրդը կհաղթի։ Հայաստանի Հանրապետությունը կհաղթի։ Ապագան կհաղթի, որը այսօր է, այստեղ է, հիմա է։ Սիրում եմ բոլորին։